Բաստուր Մաչոներ ջան, այսօր պատրաստելու ենք բնական բաղադրիչներով, նաև գինով չաման։ Մենք ունենք բոլոր բաղադրիչները այստեղ։ Միսը ահա շատ լավ չորացել է։ Իր բարակությունը, իր լայնությունը շատ լավ միս ունենք։ Մենք ունենք այստեղ կծու բիբար, սխտոր, բազուկ, քաղցր բիբար, չաման, գինի, 1 լիտր ջուր։ Մեր չամանն է, ընկերներ ջան, մենք բովել ենք, աղացել ենք, բոլոր բաղադրիչները բնական են։ Էքսկլյուզիվ չաման ենք պատրաստելու շատ համով։ Ունենք այստեղ բլենդեր, սկզբից լցնում ենք բիբարը քաղցր։ Չոր բիբար, մենք չենք լցնելու, բոլոր բաղադրիչները բնական են։ Կծու բիբարը, սխտորը, բազուկը, ահա գինին, միանգամից լցնում ենք գինին, փակեցինք։ Պետք է իրան պյուրեի նման սարքենք։ Հիմա մի հատ տեսնենք ոնց է մանրացրել։ Անուշ հոտը եկավ ընկերներ ջան, բիբարի, գինու, կծու բիբարի հոտը, բոլոր այդ բաղադրիչների հոտը եկավ, հələ մի հատ նայեք ինչ մասսա է ստացվել, շատ լավ։ Հիմա լցնում ենք չամանը։ Սովորաբար մենք չամանը ձեռքով ենք բռնում, ուղղակի այս դեպքում մենք կանենք բլենդերով։ Չամանը լցրեցինք, ընկերներ ջան, հիմա փակենք մի հատ պտտենք։ Մենք ունենք 1 լիտր ջուր։ Քիչ կլցնենք ջուրը, որտեղ չամանը ընթացքում ինքը բացվելու է։ Հիմա մենք մի հատ իր խտությունը կզգանք, ինքը ընթացքում էլի պնդանալու է։ Դրա համար այս ջուրը կարանք լցնենք շատ հանգիստ։ Ընդամենը լցրեցինք 1 լիտր ջուր ամբողջ պրոցեսի ընթացքում։ Հիմա մենք ունենք այսպիսի մասսա, ընկերներ ջան, խառնեցինք բոլոր բաղադրիչները, լցնում ենք ամանի մեջ մեր։ Ինքը դարձել է լրիվ ֆրեշ, որ ուզենանք սենց կարանք խմենք միանգամից։ Իհարկե կատակեր։ Տեղափոխեցինք ամանի մեջ, ընկերներ ջան, լցրեցինք։ Հիմա մի հատ ձեռքով, ոնց որ ես միշտ խառնում եմ ձեռքով չամանը, հիմա ես զգում եմ չամանը։ Ես ոնց որ ձեռքով պետքա շոշափեմ զգամ չամանը, որովհետև դա մասնագիտական շատ կարևոր բան է, շատ։ Միսը տեղափոխում ենք չամանի մեջ։ Այս սիրուն միսը։ Չամանի մեջ մենք կպահենք 5 օր։ Սովորաբար ոնց որ պահում ենք մնացած չամանները, բաստուրման, 5 օրից կհանենք, կթաթախենք։